Ողջույն։ Civilnet-ի տաղավարում քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի հետ փորձելու ենք ամփոփել 2025-ի հիմնական իրադարձությունները եւ նախանշել 2026-ի միտումները։ Ողջույն Էրիկ։ Շատ ուրախ։ Եթե փորձենք կարճ բնութագրել անցնող տարին 2025-ը, ճգնաժամի տարի էր, անորոշության տարի էր, թե կայունացման փորձ էր։ Կարծեմ ուրիշ բաներ, կարծում եմ, որ կարճ եւ միջին ժամկետի սկիզբն էր շատ սար խաղաղության ժամկետը։ Արտաքին խաղաղության։ Այո, որտեղ հիմնական ամեն ինչը դրանով է սկսում, որտեղ ամեն արտաքին հարցերից դուրս ամենը երկրորդական են, եւ տնտեսական հարցերը երկրորդական են, որտեղ մեր ամենից մտահոգությունը միշտ պատերազմ, ապահովություն այդ հարցերի վրա է, եւ կարծում եմ այդ ինչից շեղվանք դեպի մեկ ձևով խաղաղություն, բայց այնպես խաղաղություն չի, որ հույս ունենանք եւ այնպես խաղաղություն չի, որ մեր վարչապետը մեզ խոսք տվե։ Այսինքն խաղաղության հարցում դու թերահավատ ես։ Այո։ Մենք այդ հարցերին դեռ կանդրադառնանք, բայց սկսենք ներքաղաքականից։ Անշուշտ գլխավոր քաղաքական թեման անցնող տարում եկեղեցի պետություն կամ եկեղեցի իշխանություն, ինչպես որ ճիշտ կգտնես, հակամարտություններ, որը գնալով ավելի ու ավելի սրվեց, երեք հերթական դրվագը տեսանք հենց բուն մայրաթոռում։ Եթե փորձենք մի շատ ընդհանրական գնահատական տալ, ո՞րն է խորքային պատճառը այս հակամարտության։ Այս շատ հին խորհուրդ ունի, գիտեք, 20-ի պատերազմից հետո, երբ որ շատ բարձ ձևով վեհապարի եկեղեցին հարցրավ, որ վարչապետը հրաժարվի իր պաշտոնից առանց ընտրությունի, բայց իրենց հարցրան, որ հրաժարվի, այս քաղաքական պայքարը այդ ժամանակ սկսավ, շարունակվավ իր երկրորդ փուլը այդ Թավուշի ինչ են ասում, Գիրանցի շարժումը, որ սկսեց։ Գիրանցի շարժումից հետո, որ այս պետության դիտարկով, իրանց աշխով, որ նայում են, էդի լրիվ քաղաքական խաղեր, որ նախկին իշխանությունները եկեղեցուն օգտվում էին իրանց ծրագիրի համար եւ ավելի կարեւորը, որ Ռուսաստանի աջակցությունն ուներ, որ իշխանափոխություն բերեն Հայաստանում։ Էդի եկեղեցու կողմից էր, կարող ես ասես, որ այդ պատերազմը սկսվել էր։ Այս կողմից, այս պատասխանը, որ եկել է, այս վերջի մանավանդ վերջի 6 ամսվա մեջ, որ շատ խիստ է, ճիշտ հակառակն է եւ կապ ունի իրանց վախը, որ մյուս տարվա ընտրություններին եկեղեցին լլուա հիմնական մեթոդը, հիմնական ինչ են ասում սիստեմները, որ Ռուսաստանը օգտվելու է, որ հիմա իշխանության դեմ աշխատի եւ իրանց մեր քաղաքականությունից իրանք հանեն, իրանց մեր ինչ են ասում, իշխանափոխություն առաջ բերեն եւ եկեղեցին օգտվելով եւ հիմա ինչ որ տեսնում ենք, դրա վախից է։ Բայց եկեղեցին իսկապես ունի այդ հզորությունը, որպեսզի թեկուզ ինչ որ արտաքին ուժերի ձեռքում կարողանա գործիք դառնալ ընտրությունների։ Ոչ։ Պարզապես ոչ, բայց եթե դու հասկանում ես, որ այս պահին ինդեմությունը ինչքան թույլ է, որ պարզա, որ հին ռեժիմի ինդեմությունը, եթե էլի պարոն Քոչարյանը, եթե էլի Դաշնակցությունը, եթե էլի Սերժ Սարգսյանը, ռուսները որ կա հասկանում է, որ այդ մարդիկ չեն կարող հաղթեն ընտրություններին, սո եկեղեցու համեմատելի ձևով եկեղեցուն ավելի օգնատու է քաղաքական կողմից, որտեղ իրանք ավելի նույն ձևի դժվարություն չունեն հասարակության մեջ, պես որ այդ նախկիններն ունեն։ Շատ պարզ է, որ եկեղեցին կօգտվեն եւ նույն ժամանակը, եթե նայես ուրիշ երկրներում նմուշներ կա, Վրաստան, Մոլդովա, որ պարզ է, որ ռուսական պետությունը իրանց այդ երկարաժամկետ հարաբերությունները որ ունեցել են, որոշ ժամանակներ սովետական ժամանակվանից, եկեղեցիներն օգտվում են, որ հիմա ռուսական պետության շահերի համար պայքարեն, բայց ինչքան են եթե կարող անեն Հայաստանի նման տեղում, երբ որ հիմնական ասես Վրաստանում եկեղեցին շատ ավելի աջակցող ունի, շատ ավելի credible, ինչ են ասում, կազմակերպություն է, քան թե որ Հայաստանի մեջում, բայց էլ համեմատելի, եթե ուրիշ քաղաքական գործիքների հետ համեմատես, եկեղեցին logical տեղ էր, որ այդաս, եթե ուզում ես այս պետության դեմ պայքար սկսես։
Էրիկի դեպ այնինչ դու ասացիր, մոտավորապես նույն շարադրանքով ասում է նաև իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար ակնարկելով կամ նույնիսկ ուղիղ մեղադրելով, որ կաթողիկոսը ազգային անվտանգության սպառնալիք է, որ ակնարկում է, որ նա եւ եղբայրը կապված են դրսի ուժերի հետ, բայց հանրության մոտ շատ լեգիտիմ, շատ տրամաբանական հարցեր են առաջացնում։ Եթե այդպես է, որտեղ են փաստերը, որտեղ են ապացույցները։ Ի վերջո, այս ամբողջ արշավը այս պահից սկսած եւ ավելի վաղ հենց բուն քաղաքացիական պայմանագրի դեմ չի աշխատում։ Այո, եւ հիմնական կենտրոնական հարցն է հարցնում, որտեղ եթե այս փաստերը կան, որտեղ եթե դու ասում ես, որ մի քաղաքացի կապ ունի ուրիշ երկրի, ինչ են ասում, սերվիսների հետ, ասենք, նուրբ ձևով ասենք, դու պետք է փաստերը ցույց տաս։ Եվ եթե փաստ ունեք, դուրս բերեք եւ վստահ եմ, որ մարդիկ ճիշտ ձևով կդիտարկեն դա եւ reaction ճիշտ կլինի։ Մինչեւ այն ժամանակ, որ ես եւ նայում ենք ուրիշ պարագաներում, ասենք, պարոն Սամվել Կարապետյանին, մինչեւ այսօր ես չեմ հասկանում, որ ինչի համար են իրանց ձերբակալել։ Կարող ենք մտածենք, բայց հատուկ Բագրատի սրբազանի մեջ շատ ավելի պարզ էր, որտեվ փաստեր կային։ So այո, այդ հարցերը շատ հստակ են, բայց այս հարցներն են, որ պետք է պետությունը պատասխան տա։ Եթե հիմնական փաստերն ունեք, դուրս բերեք։ Եվ ոչ թե խոսքի վրա մնա, եւ փաստեք ժողովրդին, որ այսպես հարցեր կան եւ մենք փաստն ունենք, որ դեզի ցույց տանք, որ այո, այս մարդիկ հիմնական վտանգ են երկրի համար։ Այսինքն, եթե այս նույն տրամաբանությամբ շարունակվի այս արշավը, համենայն դեպս իշխող ուժի վարկանիշի վրա բացասաբար է անդրադառնալու։ Առաջին վերջին ռեյթինգների մեջ, որ տեսանք, polling-ների մեջ, որ տեսանք IRI-ի մեջ, շատ պարզ էր, որ պետությունը ավելի էր վնասվել, քան թե եկեղեցին։ Եկեղեցի ռեյթինգները բարձրացել, պետության ռեյթինգները եւ վարչապետի ռեյթինգները ցածրացել։ Ես վստահ եմ, դա ավելի նույն ձևով շարունակվեր է։ Եվ պետք է հասկանանք դրա պատճառը ինչ է, որտեվ շատ դժվար է վեհապարի հետ պատերազմ սկսել։ Առանց եկեղեցու հետ պատերազմ սկսես, եկեղեցու պատմության հետ պատերազմ սկսես։ Դժվար է զանազանել մեկին մյուսից։ Այո, որտեվ մարդ ժողովրդի համար եկեղեցին մենակ Գարիգին վեհապարը չի, Վազգեն վեհապարն է։ Եթե մեր պատմությունը իմանում ես, Խրմյան հայրիկն է։ So մարդիկ շատ ավելի լայն հասկացություն ունեն եկեղեցու հետ։ So քաղաքական գործիչը եթե պատերազմ է սկսում, պետք է վեհապարի հետ պետք է շատ ճկույն լես, որ ոչ այդքան ճկույն չի, որ իմանաս վեհապարին կպնես առանց եկեղեցու հետ, եկեղեցու պատմության հետ, եւ այդ եկեղեցուն ինչ միտք ունի մեր ժողովրդի համար, այդ լրիվ այդ պատմության հետ, որ մենք ունենք։ Այք երբ որ նայում ես ամեն ինչ քաղաքական աշխով, պետք է նայես միջին քվեթվողի աշխով։ Ասենք միջին քվեթվողը Հայաստանում, ասենք 48 տարեկան կինա, որ Հայաստանում է ապրում, կարող է ուշչուհի է։ Այս կինը կարող է եկեղեցուն չսիրի, Տեր հայրը տեսա որ Lexus-ը քշում, ամենամոդեռն ինչ են ասում Rolex-ն է ձեռի վրա։ Բայց նույն ժամանակը այդ վարչապետի այդ բարապաշարը չունցնում, որտեղ իր չունցնի իր տեղեն տունում է դες բարապաշարը օգտվի։ So իրանք չեն հասկանում, որ այս պատերազմը եթե իրանց այն որ իրանց ծրագիրը արդար չի աշխատելու։ Ըստ քեզ, եթե իշխանությունն ի վերջո գիտակցի, որ իր վերջնանպատակին հասնել չի կարող, որն է, ինչպես իրենք են հայտարարում, կաթողիկոսը պետք է ազատի վեհարանը։ Նահանջելու տեղ ունի, նահանջելու ինչ ճանապարհներ ունի, անգլերեն ասում face saving ունի։ Ունի, բայց հարցն է, որ եթե մետեղս հասարակել որ արդեն ինչքան որ այդ շահերը հայս, հետո ասենք 3-վա էս, այդ կարծեմ խոսալու ենք սրա մասին, որ մենք սպասում ենք շատ վատ ինչ են ասում։ Ամենայն դեպս շատ լարված էր, որ կարող էր բախման վերածվել։ Բայց ինչ է լավ, 10 հատ սրբազան ով ոստիկանություններ ացաներ դարան են դե իրանց խոսքն ասան 100 անգամ ավելի հակառակորդ մարդ բորրավ իրանց ֆրանսիա հետ եկան հիմա դրա մեջ ով հաղթավ այդ պայքարի մեջ so parza որ այդ իրանց ծրագիրը առաջ չի ետում բայց եթե իրանք համոզված են որ էսի existential հարց է մյուս տարվա ընտրությունների համար բաց չեն թողնելու
բայց ինչքան որ էսի պնդեն, այդքան իրանց վնասն է ելնելու։ Իրանք կարող է շատ նայեք, դժվար չի հետ քաշվել սրանով, որտեվ միշտ միջին դեմքեր կան, որ երկու կողմը վստահում են, որ կարող են ասեն, օքեյ, հետ քաշվենք մեկ քիչ, ծայրահեղ չետանք։ Եվ կարող է այդ պատճառն է, որ մինչև այս պահին նվահապարին չեն ձերբակալ է։ Այսինքն կան մարդիկ, որոնք այդուհանդերձ փորձում են հետ պահել ծայրահեղներից։ Կարող է, այո, կարող է կան ներքին, կարող է կան երկրից դուրս, նայած իշ երկրները իրանց ինչ մոտեցում ունեն այս հարցերի վրա, բայց ես վախենում եմ, էսի լավ տեղ չի բրծնելու։ Հիմա խոսենք արտաքին քաղաքականության մասին։ Նշեցինք, որ համեմատաբար կայուն էր, համեմատաբար հանգիստ էր գոնե սահմաններին եւ իհարկե տարվա գլխավոր իրադարձությունը օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հանդիպումներն էին, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, հուշագրերի ստորագրումը ամերիկյան կողմի հետ։ Կարելի է այդ օրը եւ այդ փաստաթղթերը բեկումնային համարել Հայաստանի համար։ Այո, մեկ պատճառով, որտեվ ինչ այլում այդ օգոստոս 8-ում ինչ է լավ, մի ժամանակ հիմնական միջին քաղաքական ուժը, որ միջնորդում էր ամեն ինչ, Ռուսաստանն էր, դա նվազածներ էր մի քանի տարվա մեջ, բայց հիմնական Ռուսաստանից փոխվավ, հիմա լավ այդ ավելի չեզոք միջին քաղաքական գործիչը, ելում Ամերիկայի այս պահին Թրամփի administration-ը, որ այս ժամկետում իրանց պատճառներով, ոչ թե մեր պատճառներով ավելի օգտակար է մեզի, քան թե Ռուսաստանի միջնորդությունը։ Պետք է հասկանանք, իրանք իրան շահերի համար են աշխատում։ Բայց այս պահին, այս փուլում իրան շահերը մեր շահերը շատ ավելի մոտիկ են, որ պատերազմ չլինի, որ մեզ համար շատ կարևոր է։ Ամեն տարբեր պատճառներով, որտեղ առաջի բանը որ պատրաստ չենք պատերազմի համար, եւ ագրեսիա չլի մեր երկրի դեմ, քանի ամենակիչը մի քանի տարվա համար, որ դա կլիվ իրականությունը կարող է փոխի այդ ժամկետում։ Այդ Ռուսաստան դուրս, Ամերիկան ներս։ Հիմա դա կարող է 5-10 տարի հետո լրիվ տարբեր էֆեկտ ունենա, բայց այս պահին այդ փոփոխությունը մեր օգտին էր։ Համենայն դեպս ես գիտեմ, որ դու շատ թերահավատորեն ես վերաբերվում խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը։ Ըստ քեզ այն իսկապես չի ստորագրվելու անգամ ամերիկյան կողմի ճնշման տակ։ Նա այդ ինչքան ճնշման, ինչքան կարևոր է իրանց համար եւ ես չեմ տեսնում, որ իրանց համար այդքան էլ կարևոր է։ Մենք պետք է հասկանանք, որ որոշ ձևով, եթե հասկանում ես այդ real politics մոտեցումով, այս trip-ը իսկական խաղաղության պայմանագիրն է։ Այսինքն եթե անգամ այն համաձայնագիրը ստորագրվի թրիպն իրագործվի, որտեղ Ամերիկայի թրիպը Ամերիկայի համար կարևոր է, կարճաժամկետ, որ միջին ժամկետ պատերազմ չի ելնելու, եւ եթե միջին ժամկետ պատերազմ չի ելնի, հավանաբար է որ երբեք չի ելնի, որ շատ երկար ժամանակ չի ելնի, 10-15 տարի ասես։ So պետք է հասկանանք, որ այդ trip-ը շատ կարևոր է, որպես դա հիմնական է։ Զսպող գործոնը Ադրբեջանի։ Այո, հիմա եթե ստորագրեն, մենք գիտենք ամեն պատճառները, որ ինչու Իլհամ Ալիևը չի ստորագրելու, շատ հստակ պատճառներով համար իր ներքին քաղաքականության պատճառներով, նույն ժամանակ որ այս պայմանագիրը 100% իրանց օգտին է, ամեն ձևով իրանց օգտին է, եւ եթե ինքը նորմալ պետություն էր, որ պետության շահերը մենակ իր շահերը չելեր, որ մը ուրիշ նորմալ պետություն, էսի կվեսներ որպես աշխարհի մեծ հաղթանակը եւ 5 վայրկյանի մեջ կստորագրի։ Մյուս կարևոր հանգրվանը կամ կուզես էջը արտաքին քաղաքականության մեջ երևի թե Եվրամիությունն էր, Հայաստան-Եվրամիություն երկխոսության խորացումը վերջին շաբաթների ամիսներին տեսանք վիզայի ազատականացման գործողությունների ծրագիր, ռազմավարական գործընկերություն, հիբրիդային սպառնալիքների դեմ օգնություն, մի խոսքով շատ գնալով ավելի է խորանում, նաև այս տարի Հայաստանի ազգային ժողովն օրենք ընդունեց, որը որոշ վերլուծաբաններ համարում են, որ սա ավելի ներքաղաքական նշանակություն, նախընտրական նշանակություններ Ինչ պետք է այս պահին մենք ակնկալենք այս հարաբերություններից։ Ի վերջո անդամակցության մասին պիտի խոսեք, թե ոչ։ Ես շատ կարող եմ ասեմ վստահ եմ, որ այս հիմավա պետությունը հաղթի միուսությունները, իրանք այդ process կսկսեն, որ
երկարաժամկետ ժամանակից հետո անդամ ենք Եվրոպական միության անդամներից մեկը։ Բայց պետք է նաև ցավոտ դժվար որոշումներ կայացնեն։ Շատ դժվար, բայց մեր այն որ մեր հասարակությունն է ուզում, մեր պետությունն է ուզում, ոչ մի դեր չի խաղում ստեղում, որտեվ այս պահին եվրոպական ինչ են ասում միությունը ինքը հայտարարակ ներքին կրիզիսներ ունի, տնտեսական հարցերի վրա, այդ անորական immigration-ի հարցերի վրա, so ես ռեալ չեմ տեսնում, որ կարճ ժամկետում, որ միջին ժամկետում մենք կարող ենք ելանք Եվրոմիությունի անդամներից մեկը, բայց նույն ժամանակը էդի process կա, որ պետք է պատրաստվես, որ անդամ ես, որը ինքնին դրական է մեզ համար։ Ինքն Իրան այդ փոփոխությունները պահանջում են, այդ ամենը դրական են մեզ համար, so այդ process-ը ինքը արժեք ունի, բայց եթե մոհոքի խոսք ատալի, որ մենք 5-10 տարվա մեջ անդամ ենք ելելու, Այդ real բանջի real ինչ են ասում հասկացություն չի, որ ինչա կարող է լինի, որտեվ այս պահին իրանք այնքան իրանց ներքին ծրագիր խնդիրներ ունեն, որ վերջի բանը որ պետք ունեն, այս Հայաստանի նման երկիրը իրանց էլի վերջ 28-րդ, 29-րդ անդամը։ Համենայն դեպս այսօր մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը որպես կառույց եւ առանձին պետություններ բոլորը տարված են ապատեղեկատվության դեմ պայքարով, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարով, գլխավոր աղբյուրը իհարկե իրենց համար Ռուսաստանն է եւ այդ նպատակով գումար է հատկացվելու նաեւ Հայաստանին, ինչպես հայտարարվել է Հայաստանի խնդրանքով, ընդառաջել են Հայաստանի խնդրանքի։ Սա նույնպես շատ միանշանակ չի ընկալվել Հայաստանում, ինչը նորմալ է։ Բանավեճ է ծավալվել։ Արդյոք այս գումարը ինքնին միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին եւ ինչպես է այս օգնությունը ընկալելու իշխանությունը։ Առաջ մեկ այլ հետ պետք է երթանք սրա վրա։ Ժողովրդական համակարգը Հայաստանում հայ ժողովուրդն է բերե։ Եվրոմիություն չի բերե։ Եվ եթե մենք ուզում ենք այդ ժողովրդական դեմոկրատական համակարգը պահենք, պաշտպանենք Հայաստանում, կարող ենք պաշտպանենք եւ ռուսը եւ ազերին ոչինչ չեն կարող անեն, որ դա խանգարեն դրա մեջ։ So առաջ հասկանանք ժողովրդական համակարգերի պաշտպանությունը մեր հարցն է, մեր ծրագիրը պետք է լինի։ Հիմա նույն ժամանակ այդ հիբրիդային նկատի ունեն այո հիբրիդային պատերազմը կա, շատ հստակ համակարգեր կան Ռուսաստանի եւ ուրիշ ճշնամի երկրների կողմից, որ հարցակվեն մեր ժողովրդական համակարգի վրա, հարց տնեն ով որ ընտրվի։ Դուք գիտեք իմ ամենամեծ վախս այն չի, որ Ռուսաստանը աջակցելու է այն տեխնոլոգիային, որ իրանք ուզում են, որ իրանք խանգարեն աջակցելով այդ տեխնոլոգիային, որ հիմնական իրանցը չի։ Որ legitimate բան չեն ասում, հարց տնեն այդ անձնավորության վրա, այդ կուսակցության վրա։ Շատ ձևեր կա խանգարելու։ Նույն ժամանակը այս EU-ի մոտեցումները իրանք բավական պրոբլեմատիկ են, որտեվ պետք է հասկանանք, որ կարևոր չի այն որ EU-ի ծրագիրն է, կարևորը նա որ ինչա այս պետությունը կարծում EU-ի նպատակն ինչա եւ իրանց ծրագիրն ինչա, որտեղ կարող է լրիվ իրարու չկարդան։ Շատ պարզ է, որ այս մոմենտում, այս քաղաքական ժամկետում այս պետությունը վերցնելու է ոչ թե որպես EU-ն աշխատում է, որ մենք արդար ընտրություններ ունենանք, վերցնելու է, որ EU-ն ուզում է, որ իրանք նորից ընտրվեն։ Այսինքն բարձ ձևակերպենք, այս օգնությունը իշխանությունը կարող է ընկալել կամ օգտագործել սեփական նպատակների համար։ Այո, ինչպես որ տեսնում ենք արդեն ով որ հակառակորդը ելնում է ռուսի գործիչ։ Ինչ հարցի վրա, որ լսում ենք էսի, որ դեմագոգի մոտեցում է։ Եթե մեր հարցի ամեն մարդ ռուսական գործիչ չի։ Եվ ինչ են ստեղծում, այս եվրոպական այս մոտեցումները, երբ որ արգելում են մեր կուսակցություն արձանագրվի։ Նկատի ունես Մոլդովայում։ Այո, երբ որ դուք գիտեք, այս պահում մենք ավելի շատ խոսքի իրավունքներ ունենք, քան թե շատ եվրոպական երկրներում։ Մարդիկ չեն ուզում դա հասկանան, բայց դա Անգլիայում հազարներ մարդիկ իրանց Facebook ինչ են ասում post-ի համար բանդում նստած են։ Okay, so մենք ավելի շատ ազատություններ ունենք որոշ ոլորտներում, քան թե եվրոպացիները։ So իրանց մոտեցումը, եթե ուզում ենք հասկանանք, ինչ է ելնում, ասում ես որ մենք ռուսական համակարգներ օգտվենք
որ ռուսի ազդեցությունից տակից դուրս գանք։ Ինձ համար դա ընդունելի չի, ինչքան որ ազատ էլի, թող ժողովուրդը իրանք որոշեն, եթե կարծում եք Ռուսաստանը մոկու աջակցում է, Ռուսաստանի ռեյտինգները եթե նայես մեր երկրում, եթե մարդիկ դա հասկանան, իմանում ես ով մինա աջակցելու, ով մինա քվետալու։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ ազատ մարդիկ իրանց որոշումը տան, որտեվ ասեմ, եթե ես սկսեն այս կուսակցություն թոնես, այդ կուսակցություն թոնես, այտենց իրավունքները եթե տաս Հայաստանի նման քաղաքական գործիչների, ես մենակ էլ այս ռեժիմի, այս պետության համար չեմ ասում, հիմնական ամենի մասին, կարող եմ ասեմ շատ ավելի հավանաբար է, որ վատ էֆեկտի օգտվեն, քան թե լավ։ Եվ մեր զրույցը ուզում եմ եզրափակել մի փոքր բլից հարցմամբ, կարճ հարցեր։ Քո կարծիքով, ինչպիսի հասարակություն ենք մենք ունենալու գալիք 2026 թվականին։ Ավելի ապաքաղաքական, ավելի բևեռացված, թե ավելի պահանջկոտ։ Ջղային եւ ապաքաղաքական։ Որտեղ ապաքաղաքական պետք է հասկանանք, դա որոշ չափով ծրագրված է դա, որտեղ այս իշխանությունը հասկանում է, որտեղ ինչքան այդ քվետվողների փուլը քիչ էլի, իրանց ավելի օգտին է, որտեղ իրանք հատուկ բասա ունեն 25-30%, որ իրանց երբեք չեն թողնելու, որ ինչքան ավելի քիչ մարդ։ Մանավանդ երիտասարդության մեջ, որ ամենաշատ բացասականն են, եթե ռեյտինգների մեջ նայես։ Եթե ասեմ, այս մյուս տարվա ընտրությունները 18-ից 29 տարեկան այդ տարիքով մարդիկ հստակ ձևով մտնեն ընտրությունների մեջ, այս պետությունը շատ մեծ խնդրեմ ունենալու, որտեղ իրանց համար շատ պրոբլեմատիկ ժողովուրդն են։ So, մեր մասը որ տեսնում ես այս լրիվ այս բանը բացասական նեգատիվ ընտրապայքարը որ տեսնում ենք, որ լրիվ եկեղեցու դեմ, ռուսի դեմ, նախկինի դեմ, այսինքն որ որոշ չափով ուզում ես այդ մարդիկ, այդ քվետվողները քեզ համար լավ չեն, զզվացն ես քաղաքական համակարգից դուրս։ Եվ էսի մենակ այս պետությունը չի, էսի շատ նորմալ պրակտիս է աշխարհի ամեն տարբեր անկյուններում։ So, այո, իրար վրա կասեմ, որ ջղայինը կը իր տեղը, որտեղ ամեն ինչ գիտենք հարցեր ինչ այլ է վերջի մեկանի տարբեր ժամկետի մեջ 3-4 տարվա մեջ բայց նույն ժամանակ այդ ինչքան քաղաքական թե քաղաքականություն զզված մյուս ընտրությունը դրա վրա որոշվելու Եթե մեկ խորհուրդ տայր քաղաքական ուժերին համենայն դեպս նրանց ովքեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին ինչ խորհուրդ կտայր Անդեմության խորհուրդ կտային, որ հասկացեք, որ այս պետությունը ավելի հստակ է, քան թե որ դուք կարծում եք։ Որտեվ ինչպես որ նայես, ես կարծում եմ, որ այս պետությունը 25-ից 30-35% ժողովուրդ քվեն ունի, տարբեր պատճառներով, հիմնականն է, որ այդ մարդիկ են, որ երբեք չեն ուզում, որ այդ նախկին ռեժիմը հետ կա։ Իսկ իշխանությանը։ Իշխանությանը, որ պետք է դուք շատ բարձ հասկանաք, որ այս րոպեին 50%-ից ավել քվետվողները, բացի որ քվետվողները նրանք որ չեն մասնակցում, ուզում են որ դուք եք։ Բայց հարցն է, որ եթե ընդդիմությունը ինքը իմանա իրան կազմակերպի այն ձևով, որտեղ դա շատ դժվար հարց է, գիտեք, պարլամենտարի համակարգի մեջ, դու եթե 25-30-35% աջակցություն ունես, դու կարող ես 20 տարի իշխանության մեջ ես, եթե 60% մարդիկ քեզ հակառակն են։ So, երկուսը խնդրեմ ունեն, բայց վստահ եմ, որ այս պահին, եթե երկրորդ փուլ ունենանք ընտրությունների, որ շատ հավանական է։ Որ էլի, եթե էլի հիմավա պետությունը եւ նախկին հիմավա պետությունը հաղթելու է։ Եթե էլի հիմավան պետությունը եւ ոչ որմե դեմք, որ նախքին չի, մենք չպետք է զարմանանք, եթե այս իշխանությունը պարտվի մյուս ընտրությունները։ Եվ որ սխալը պետք է չկրկնի պետությունը հաջորդ տարի։ Well, նույն սխալն է, որ տարիներ շարունակում ենք, այնա որ պետություն ունենք, որ իշխանություն ունենք, որ իշխանական ամենալուրջ դեմքերը, որ չեն ուզում ըմբռնեն, որ երկրի հիմնական existential թշնամին ով է։ Եվ վտանգը որտեղից է գալի։ Եվ դա շատ վտանգավոր բան է, երբ որ դու չես պատրաստում ժողովրդին քո երկրին այդ ճշմարտության համար, որտեղ ինքդ հիմնական վախենում ես, որ դա հավատաս։ Ինչպես պետք է պատրաստես։ Պետք է շատ ճշմարիտ լինես մարդկանց հետ։ Այո, մենք խաղաղություն ենք ուզում,
բայց մենք հարևան ունենք, որ խաղաղության հետ հետաքրքրված չի շատ կոնկրետ պատճառներով։ Եվ դրան մեջ մենակ մեր ճանապարհը դուս գալը նա որ մեկ պատրաստել ես ամեն ձևով ինքը քեզի պաշտպանես։ Բայց այդ վտանգը մարդկանց հետ չխոսալը առասպելական բաների մասին, չմոնում մոր նավտակալի, մոր ցորենակալի, օքեյ, հասկացանք։ Բայց գիտենք, որ եթե պետք է Իլհամ Ալիևի պետությանը իր ընտանիքի հետ իր ռեժիմի շարունակության համար, եթե պետք է պատերազմ սկսի, ստորագրի trip, ոչ trip սկսելու է։ So մենակ ձևը որ կարող ես հետի զսպես, որ ինքը կարողություն ես, որ ինքդ քեզի պաշտպանես եւ քո ժողովուրդը պատրաստ է, որ այդ մոմենտը կարող է գա։ So մարդկանց էդի ուրիշ տարբերակ ասես, որ 100% իր արդեն մտել ենք ինչ են ասում խաղաղության ժամկետ, որ երբեք չի փոխվելու, էդի ղեկավարություն չի, լավ ղեկավարություն չի։ Շնորհակալ եմ Էրիկ, կհանդիպենք 2026-ին։ Շատ մերսի։ Հիշեցնեմ, ես զրուցում էի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի հետ։